սկսեմ շնորհակալությունով պարոն Միրզոյան, որովհետև լինելով թե նախարար և տարբեր պաշտոնների չեմ ունեցել այդ գաղափարը արգելք տալու ընկերոջս, չնայած արժաններ, որովհետև իրականում մենք այն ժամանակ աշխատում ու պայքարում էինք ոչ թե պարգևի համար ու այսօրվա պարգևը ձեր իրականում տեղին էր, որպեսզի ընտանիքը և բոլորը հասկանան, որ նույնիսկ մարդը չկա, բայց իրեն գնահատում են։ Գիտեք, այո, հիմա նայում եմ այս ֆիլմը, իրականում ինքն է։ Ամեն մի դրվագը հստակ իրեն պատկերն էր տալիս։ Ու դուք պատկերացրեք մաջիկներ լավ հիշում, այն 90-ականներին, երբ որ ես նախարար էի ու պետք է մենք կարողանայինք ապահովեինք բժշկական ծառայությունները Արցախում, երբ որ ուզում էինք հերթականությամբ ուղարկեինք ու հետո ման էինք գալի, արտոյին չէինք գտնում, որտեղ արդեն ընդեղ էր։ Ինքը հերթ չուներ։ Իրեն կարելի է ընդհանրել, այստեղ ինձ լրագրողը հարց տվեց, ասեց կարող եք կարճ ընդհանրել, ես ասի բացառիկ անձնավորություն։ Բացառիկ, որովհետև որպես քաղաքացի, որպես մասնագետ, որպես մարդ, լրիվ տարբեր էր։ Շատ դժվար էր լինում նրան զսպել, որտեղ ընբոստ էր։ Ընբոստ էր, չէր կարողանում ընդունել անարդարությունը։ Մի կողմից ցավոք, բայց մյուս կողմից հպարտեմ, որ ինձ էր մեկ-մեկ տրվածն, որ իրան կարողանայի հանդեստացնել, իրեն կարողանայի համերաշխացնել։ Բայց ամեն անգամ, երբ որ մտնում էի այդ պրոցեսի մեջ, ամեն անգամ գիտեի, որ ինքը ճիշտ է, բայց ինչևից է, որպեսզի կարողանանք դուրս գանք ճգնաժամից, պետք է ինչ-որ ձևով կարողանայի իրան համոզել։ Իրականում, այո, կարելի ասել, որ հպարտություն է, որ ինքը առաջի փոխպատվաստումը արեց։ Շատ անգամ մենք ասում ենք, մենք կարել ենք, բայց այն ժամանականները շատ ավելի դժվար էր, որովհետև իրականում դու պետք է այնքան վստահ լինեիր, որ այդ որոշումը ընդունել, որ դու պետք է այդ վիրահատությունը անես։ Եվ ինքը, գիտեք, այո, մենք հասկացանք, որ ինքը կարող է պատահի լիներ ճարտարապետ, կարող է լիներ նկարիչ, բայց ինքը դա արեց մարդկանց նկատմամբ։ Իրեն ամեն արած վիրահատությունը դա մի ճարտարապետական բան էր, այսպես ասած, նորություն էր մարդու օրգանիզմի մարդու նկատմամբ։ Ես հպարտեմ, որ ունեցել եմ նման գործընկեր, նման ընկեր ու նման մի անձնավորություն, որի հետ ունեցել եմ հնարավորություն շփվել։ Շնորհակալություն։